Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրեց այս ապրիլ 24-ին Ծիծեռնակապերտ։ Ֆիլմի թիդում հողի հիշողությունը, մշակութային հանդիպում։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կհրավիրեց այս ապրիլի 28-ին Ծիծեռնակապերտ։ Արևմտյան Հայաստանի հայրու ժողով զեկույց, թարերով խորքեն հնչող ձայներ։ Աջակցին Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը կհրավիրե մասնակցելու 2026 թվականի ապրիլի 24-ին հայրու դեմ իրականացված ցեղասպանության զոհերու ողջագործման արարողության միասին ծաղիկներ խոնարհելու անմար գրակին շուրջ։ Հավաքը տեղի պիտի ունենա ժամը 11:30-ին Համալիրի հարագից տարածքը, ուր պիտի գտնվի Արևմտյան Հայաստանի Հանրապետության դրոշը։ Անոր շուրջ հավաքվել են յետք պիտի մեկնարկե երթը։ Ապրիլի 26-ին ժամը 4-ին տեղի պիտի ունենա հողի հիշողությունը ֆիլմի ցուցադրությունը, որ կգազմագերբվի Western Armenia նախաձեռնության շրջանագին մեջ։ Միջոցառումը կնպատակադրե անդրադառնալ պատմական հիշողության, ազգային ինքնության եւ հայրենի հողի հետ կապին արվեստի լեզվով։ Ֆիլմը կներկայացնե հիշողության եւ ժառանգության կարեւորությունը, բացահայտելով անցյալի ու ներկայի միջև եղած կապերը։ Թիդումը պիտի ուղեկցվի քննարկմամբ, որոնց ընթացքին մասնակիցները հնարավորություն պիտի ունենան կիսվելու իրենց դիտարկումներով եւ միտքերով։ Մուտքը ազատ է։ Հավելյալ մանրամասնության համար կարելի է այցելել մեր բաժնորական կայքը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ազգային ժողովը սիրով կհրավիրեն ցեզ ներկա գտնվելու հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերու հիշադակի արարողության ազգային խորհրդի նախագահ Արմինակ Աբրահամյանի բարձր հովանավորության ներքո։ Արարողությունը պիտի կայանա Ծիծեռնակապերտի հուշահամալիր ապրիլի 28-ին ժամը 11-ին նախագահ Արմինակ Աբրահամյանի բարձր հովանավորության ներքո նվիրված այն պետություններուն, որոնք ճանաչած են Արևմտյան Հայաստանի մեջ իրագործված հայերու ցեղասպանությունը։ Բնիկ ժողովուրդներու իրավունքները աստիճանաբար կդառնան կարևոր խնդիր բազմաթիվ ոլորտներու մեջ, մասնավորապես տվյալներու հավաքագրման եւ օգտագործման, ինչպես նաեւ ավանդական տնտեսություններու պաշտպանության հարցերուն մեջ։ Այս ոլորտներուն մեջ հստակ սահմանված եւ գործադրվող իրավունքները կրնան մեծ ազդեցություն ունենալ բնիկ ժողովուրդներու մշակութային, ընկերային եւ տնտեսական զարգացման վրա։ Բնիկ ժողովուրդները պետք է վերահսկեն իրենց մասին հավաքագրվող տվյալները։ Ասիկա կներառե ոչ միայն տվյալներու հավաքագրում, այլ նաեւ անոնց օգտագործման եւ դարացման իրավունքը։ Տվյալներու հավաքագրումը հաջող կկատարվի կառավարություններու, ակադեմիական կառույցներու եւ միջազգային կազմակերպություններու կողմէ, սակայն այս գործընթացը պետք է իրականացվի բնիկ ժողովուրդներու մասնակցությամբ, ապահովելով անոնց վերահսկողությունը տվյալներու օգտագործման նկատմամբ։ Տվյալներու հավաքագրման եւ օգտագործման իրավունքը նաեւ կապված է անոնց մշակութային ինքնության, ավանդական գիտելիքներու եւ ընկերային կառուցվածքի պահպանման հետ։ Մասնավորապես էգոհամակարգերու, ավանդական բժշկության եւ դեղական գիտելիքներու վերաբերյալ տվյալները պետք է հավաքագրվին միայն անոնց համաձայնությամբ։ Ասիկա կարելիություն կուտա հստակացնելու ընկերատնտեսական պայմանները, ապահովելու առողջապահական եւ գրթական ծառայություններու հասանելիությունը եւ պաշտպանելու մշակութային ու լեզվական իրավունքները։ Հիմնական խնդիրներն են անբավարար կամ ոչ ճշգրիտ տվյալներ, մեթոդապանության անհամապատասխանություն, գաղտնիության եւ ինքնիշխանության հարցեր։ Մասնակցության մեթոդապանություն, բնիկ համայնքներու ներգրավում տվյալներու հավաքագրման եւ մշտական բոլոր փուլերու մեջ, անձնական տվյալներու պաշտպանության մեխանիզմներ, համապատասխան հարցաշարերու մշակում ազգային եւ տեղական մակարդակներուն վրա։ Տվյալներու դարանչադումը կարևոր գործիք մնե ապահովելու համար դարբեր ենթախումբերու ճշգրիտ եւ մանրամասն ներկայացվածությունը։ Բնիկ ժողովուրդներու բարակային ասիկա առանձնապես կարևոր է, քանի որ անոնք հաջող ունին լեզվական, մշակութային, հոգեվոր եւ ընկերային դարբեր խումբեր դարբեր գարիքներով։ Տվյալներու դարանչադումը կօգնի ավելի լավ հասկանալ այս տարբերությունները եւ մշակել համապատասխան քաղաքականություններ ու ծրագիրներ։ Իրավական պաշտպանության խնդիրներն են հողի իրավունքներու անորոշություն, շուկայական սահմանափակումներ եւ բնապահպանական խնդիրներ։ Հարգելի հայրենագիտներն ու ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։ Արևմտյան Հայաստանի Երևանի առաքելության մեջ օրերս տեղի ունեցավ առանձնահատուկ մշակութային իրադարձությունը։ Ֆիլմի թիդում, որը վերածվեցավ ոչ միայն գեղարվեստական ներկայացման, այլև հիշողության, ինքնության եւ ազգային ոգիի վերարժևորման յուրահատուկ հարթակի։
Ֆիլմը ստեղծված է Արևմտյան Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերության անդամներուն կողմէ եւ կհանդիսանա պատմական վավերագրական ամբողջական պատմությունը տարերու խորքեն հնչող մեր նախնիներու ցայնին մասին։ Անի կհանդիսատեսը կդանի ժամանակի միջով բացահայտելով ցեղասպանության ցավը, պայքարը, գորուստը, բայց նաեւ վերապրումը, գանքն ու շարունակականությունը։ Ֆիլմին մեջ ներկայացված են հայ ժողովրդի նշանավոր դեմքեր, որոնց կյանքն ու գործունեությունը դարձած են ազգային ինքնության խորհրդանիշներ։ Անոնց մեջ են ազգային հերոս Լեոնիդ Ասկալտյանը, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը։ Ֆիլմին մեջ կհիշատակվի նաև հայ ազգանվեր գործիչ Վասկեն Սիսիլյանը, որոնց գործունեությունը կապված է ազգային արժեքներու պահպանման եւ զարգացման հետ։ Առանձնահատուկ տեղ հատկացված է նաև լրագրողական եւ հանրային գործունեության մեջ մեծ ներդրում ունեցած Հրանտինկին, որոնց խոստն ու գաղափարները կշարունակեն հնչել որպես հանդուրժողականության, փոխհմբռնման եւ արդարության գոչ։ Ֆիլմը կանդրադառնա նաև հայ մարզիկներու եւ երիտասարդներու գերբարներուն, ներկայացնելով զանոնք որպես նոր սերունդի ուժ եւ շարունակականություն։ Ֆիլմին կառուցվածքը բազմաշերտ է, ան կմիավորե պատմական փաստերը, անձնական պատմությունները եւ խորհրդանշական պատկերները, ստեղծելով խոր զգացական աստեցություն։ Ֆիլմին ավարտեն յետ տեղի ունեցավ աշխուժ քննարկումը, ուր ներկաները կիսվեցան իրենց տպավորություններով, գնահատեցին ստեղծագործական աշխատանքը եւ կարեւորեցին նման նախաձեռնություններուն շարունակականությունը։ Միջոցառումը ուղեկցվեցավ շնորհավորանքներով եւ երախտագիտության խոսքերով ուղղված ստեղծագործական խումբին։ Ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան ընդգծեց նման ֆիլմերու կարեւորությունը ազգային հիշողության պահպանման եւ երիտասարդ սերունդի դաստիարակության գործին մեջ։ Այս ֆիլմի դիտումը դարձավ կարեւոր հիշեցումը մեր անցյալի, մեր գործերու, բայց նաեւ մեր ուժին մասին։ Ան հաստատեց, որ հիշողությունը կենտանի է այնքան ժամանակ, որքան կփոխանցվի սերունդ արվեստի, խոսքի եւ մշակույթի միջոցով։ Արևմտյան Հայաստանի հեռուստակայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հեռուստադիտողներուն կշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոտեցումներով։ Մեր հեռուստակայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով կհերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներկային եւ ապագային վերաբերող, քաղաքական եւ այլ բովանդակությամբ, ինչպես նաեւ տարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հեռուստակայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներեն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, կառավարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հեռուստակայանի հնարավորությունները ավելի կապրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Հայ վետերաններու եւ աջակցողներու միավորում, ֆրանսացի վետերաններու եւ հայկական ցակումով թիմադրողներու միավորում։ Ձեր առաքելությունները պաշտոնական արարողություններուն ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն ունենան տարբեր գազམ་ագերբություններ, կպատվեն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն տեղեկություններու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։